Զվարճանք թե դիվային խաղ։ Թրենդային դարձած դռների խաղը տարածվում է հայկական դպրոցներում ու նոր թափ ստանում։ Հոգեբանական մեդիտատիվ խաղը երեխաները կամ դեռահասները խաղում են ինչպես զվարճանալու, այնպես էլ գերբնական փորձառություն ձեռք բերելու համար։ Այն սկսելիս երեխաները քունքերի մերսումով միմյանց հիպնոսի են ենթարկում, ընկղմվում երևակայական միջավայր, որտեղ բացում են տարբեր գույնի դռներ ու հանդիպում տարօրինակ կամ դիվային կերպարների։ Օրինակ, մուրճը ձեռքին կմախքի։ Մասնագետներն ասում են, խաղը կարող է առաջացնել սարսափ, պանիկա, անքնություն, ընդհուպ վնասել հոգեկան աշխարհը։ Առաջին հայացքից անվնաս թվացող խաղը իր հիմքում, խորքում հատկապես զգայուն եւ ներշնչվող երեխաների համար կարող է վնաս հասնել ընդհուպ մինչև հոգեկան առողջությանը։ Ոչ երեխան, ոչ մեծահասակը ի սկզբանե չեն կարող վտանգը զգալ։ Վտանգը լինում է հետևանքի մեջ, երեխան կարող է այդ կերպարների հետ զրույցներ ունենալ, այդ կերպարներին պարբերաբար տեսնել, նկարագրել, որ այդ կերպարը իրեն հետապնդում է։ Կարմիր դուռ, դեղին դուռ խաղը հատկապես տարածված է TikTok ու YouTube հարթակներում։ Երեխաներից ու դեռահասներից շատերը փորձարկում են խաղը, չգիտակցելով անգամ, որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Որպես կանոն, երեխաները, հատկապես դեռահասները, սիրում են սուր էմոցիաներ ունենալ, սիրում են իրենց յուրահատկությունը զգալ, սիրում են այսպես ուռճացված բառերով պատմել իրենց զգացողությունները։ Իրանք իրար պատմելու բաներ են ունենում, վախեցնող դրվագներ։ Սա երեխաների համար ապահովում է ինքնության, կարևորության, լինելիության, այսպես փորձարկման մի բան է դառնում։ Ամենավտանգավորը իրականության զգացողության կորուստն է։ Մասնագետների դիտարկմամբ, հատկապես շատ զգայուն երեխաների մոտ խաղը կարող է իրականության եւ երևակայության սահմանագիծը ջնջել։ Երբ մենք գիտակցության շեմից երեխային թույլ ենք տալի, որ ինքը անցնի այլ շեմ, որտեղ որ ամեն ինչ անկառավարելի է, մենք հետո արդեն առողջությունը հետ վերադարձնելու խնդիրներ կունենանք։ Երբ երեխան իրականության զգացողությունը կորցնում է, նա սարսափ վիճակի մեջ է հայտնվում, որ կարող է չզգալ մարմինը, կարող է շուրջը նայել եւ չհասկանալ ինքը որտեղ է գտնվում։ Շատ կարևոր է նաև հրահանգը տրվողի եւ մասնակցողի հոգեբանական միասնության հարցը։ Այսինքն որքանով է վստահում, ենթարկվողը հրահանգ տվողին։ Եթե չկա վստահություն, եթե չկա այսպես ապահովության զոնա, բնականաբար հրահանգ տվողի ազդանշանները երեխայի հոգեկանի վրա կարող են շատ ավելի բացասական լինել։ Այսինքն երեխան ձայնի տոնից, անձի հուզական վիճակից կախված շատ ավելի հեշտ կարող է ընկնել այդ տրանսային վիճակի մեջ։ Արգելել բացատրելով մասնագետները հորդորում են զրուցել երեխաների հետ, բացատրել հետևանքները օրինակներով, առանց նրանց ճնշելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։